ալիքներ պատճառելու մասին է։ Հիմա հարցս. որևէ ոստիկանի լիազորություններ կասեցվել են, եթե ոչ, ապա ըստ ձեզ նրանք զրկված են ապացուցողական գործընթացին խոչընդոտելու հնարավորությունից, օրինակ, այդ կոնտեքստում ինչպես է ստացվել, որ բացակայում են ոստիկանության այդ օրվա տեսագրությունները, երկրորդ, արդյոք որևէ ոստիկանի նկատմամբ նշանակվել է փորձաքննություն, պարզելու համար, թե արդյոք նրանց վրա առկա են Տիգրանի խոշտանգման ենթարկելու հետքերը, ձեռքի վնասված եւ այլն, եւ երրորդ, բացի փաստաբանների հրապարակած երկու ոստիկանների մնացածի տվյալները պարզել եք եւ վերջում որևէ փաստաթղթի կամ նյութի արկայություն պարզել եք, օրինակ տեսանյութի կրիչներ 7 ժամում ոստիկանություն պահելու փաստաթղթեր։ Հիմա խնդրում եմ այս հարցերին պատասխանեք, քանի որ հարցը նաև հասարակական լայն հնչեղություն է ստացել, անչափ կարևոր է իրավապահ մարմինների օպերատիվ անաչառ գործողությունները եւ կարծեք թե մինչեւ այս պահը որևէ մի մեղադրյալ չկա, ես խնդրում եմ նաև այս հարցին մանրամասնենք, որովհետև մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ սպասում են այս գործի, ուրեմն օպերատիվ եւ հնարավորինս արագ բարձաբանմանը։ Լավ, շնորհակալություն պարոն Դանիելյան հարցի համար։ Այդ գործով նշեմ նաև, որ մեր քննչական կոմիտեի կենտրոնական ստորաբաժանումում ՀԿԳ քննչական գլխավոր վարչությունում կա մասնագիտացված ստորաբաժանում, որը որ զբաղվում է նմանատիպ դեպքերով, երբ որ տարածքում նման ահազանգ եղավ, հաղորդումը ուղարկվեց, վարույթ նախաձեռնվեց, դատաբժշկական փորձակնությունները անմիջապես որպեսի եթե առկա են մարմնական վնասվածքներ տվյալ տուժողի վրա լինի ֆիքսվի եւ վարույթը փոխանցվեց կենտրոնական ստորաբաժանում։ Նշեմ նաեւ, որ ես ինքս ընդունել եմ երիտասարդին, նաեւ պաշտպանի հետ միասին, նաեւ վարույթ իրականացնող մարմնի ներկայությամբ ես ինքս փորձել եմ հասկանամ ինչ է տեղի ունեցել։ Անհետաձգելի բոլոր գործողությունները կատարված է, ոստիկանության աշխատակիցների ինքնությունը պարզված է, առերեսումները կատարվել է, մասնակի կատարվել է, որոշ առերեսումներ կան, ըստ էության հակասություններ որպես այդպեսին կանեն, բայց առերեսումը որպես այդպեսին, որ ինչ-որ արդյունք տա կամ չգիտեմ, ինչ-որ ակնկալիք ունենանք առերեսումից, ամեն մեկը ամեն մի կողմը իր ցուցմունքն է ըստ էության պնդում, բայց այդտեղ կարևոր նշանակություն ունի այլ փաստական տվյալները, այլ ապացույցները։ Այդտեղ մենք գնացինք, քանի որ դատաբժշկական փորձակնություն էինք նշանակել, ըստ էության նաև անհրաժեշտ ելակետային տվյալներ, բժշկական փաստաթղթերը վերցրեցինք, փաստացի պարոն Դանիելյան, ստացվում է մի իրավիճակ, երբ որ անձի վրա մարմնական վնասվածքներ դատաբժշկական փորձագետը չի արձանագրել։ Այն որում բժշկական փաստաթղթերով արձանագրված վնասվածքները, որը որպես այդպեսին առկա են եղել, չի ֆիքսվել, քանի որ այդ մասին բարձրաձայնված է, դրա համար եմ ես այս մասով նախաքննության որոշակի տվյալներ ներկայացնում։ Կներեք, եւ դատաբժշկական փորձակնությամբ չի արձանագրվել վանական վնասվածքները, չի հաստատվել։ Մենք նաեւ այլ փորձակնություններ ենք նշանակել, սպասում ենք փորձակնությունների արդյունքներին։ Այս մասով պարոն Դանիելյան, իհարկե դեպքը հնչեղություն ստացել, բայց մենք քրեական հետապնդման հիմքեր ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առկա չեն։ Գոնե այն նվազագույն շեմը, որոնք որ կարող են գնահատել, ընդհանրապես ունենք քաղաքացի, ով որ պնդում է ընդ որում որոշակի հակասական տվյալներ եւ ունենք դատաբժշկական փորձակնության եզրակացություն։ Հիմա մենք այստեղ գնահատենք, որ ոստիկանները խոշտանգել են այս քաղաքացուն։ Կարծում եմ դրա համար նաև այլ փորձակնություն ենք նշանակել հակոստների հետ կապված։ Սպասենք այդ փորձակնության արդյունքները գան, վերջնական հետևություն ես չեմ ուզում անել եւ չեմ ուզում որոշակի կանխակալ դիտարկումներ անեմ։ Քրեական վարույթը իր բնականոն ընթացքով եւ հսկողությամբ գնում է, սպասենք այդ եզրակացություններին, վերջնական իրավական գնահատականը կտանք, երբ որ փորձակնության եզրակացություններն ամբողջությամբ ստանանք։ Այսքանը։ Համեցեք արձակը։ Պարոն Պողոսյան, ես կարծեք թե իմ հարցման ժամանակ մանրամասն այստեղ նշեցի տեսանյութերի արկայությունը, պարզել եք թե չէ, այդ ոստիկաններին տարել եք, ուրեմն դատաբժշկական փորձակնության, որ պարզեք այցուք իրենց վրա հետքեր կան թե չկան, այնտեղ կրիչներ կան, 1000 ու մի հատ բան կա, էլի, այսինքն դուք վերցնում եք ձեր համար, այսպես ասած, մի թեզ եք վերցնում, որ ոստիկանության բաժանմունքում, ուրեմն
այդ հարցաքննության ժամանակ ոստիկանը ինչ ասել է, սենց ընդունենք, որ հիմք ենք ընդունում ոստիկանների ասածը եւ այսինքն մեղադրյալների մասով ինչի դանդաղում այդ գործը, ինչի չի նշվածս ուրեմն այդ միջոցառումները կատարվել, ինչի տեսանյութ արկա չի ու սենց ինչուները շատ են։ Ընդամենը մի հատ պատճառ բռնել, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքում չի պարզվել, բայց ախր դա իմ կարծիքով այդքան էլ օբյեկտիվ չի։ Պարոն Դանիելյան, ես ոչ թե արդեն գնահատական տվեցի, ես նշեցի այն տվյալը, որը ըստ էության դատաբժշկական, քանի որ բարձրաձայնել էր այդ մասին, դրա համար ես բարձրաձայնեցի, որպեսզի ձեզ հիմնավորեմ, թե ինչի ես փուլում մենք քրեական հետապնդումներ չենք ներկայացրել, որովհետև դատաբժշկական փորձաքննության անձի վրա, ով որ նշում է, որ իրան ձեռքերով, ոտքերով անընդմեջ մեջ հարվածել է այդ մարդու վրա, թե ինչի դատաբժշկական փորձաքննության վնասվածք չկա։ Ինձ համար որպես իրավաբան հարց է ծագում։ Դրա համար ձեզ բարձրաձայնեցի, պարոն Դանիելյան։ Չկներեք ձեր տեսնելը եւ համապատասխան փորձագետը, ով որ իրավասու է պատասխանի այդ հարցին, լրիվ տարբեր հասկացություններ են։ Պարոն Դանիելյան, կներեք, մենք վարույթ իրականացնող մարմին ենք, մենք գնահատում ենք, մեր համար ապացույց ոչ թե ազգային ժողովի падգամավոր պարոն Դանիելյանի հայտարարությունը, այլ փորձագետի, ով որ ձեռնհաս փորձագետ է, ապացույց փորձագետի եզրակացությունն է, պարոն Դանիելյան։ Օրենքն է դա ասում է անձի վնասվածքների արկայությունը եւ ծանրությունը կարող է հաստատվել բացառապես դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։ Կներեք, էլի ես ավարտեմ։ Իսկ ինչ վերաբերում է տեսագրություններին, պարոն Դանիելյան, աշխատասենյակում, երբ որ այդ միջադեպը ենթադրաբար այդ միջադեպը տեղի ունեցել, աշխատասենյակում ինչ տեսագրության մասն է, այսինքն այդ աշխատասենյակը դուք մտածում եք, այդ աշխատասենյակը ներսից նկարահանվում է։ Ինչ հանցագործում, պարոն Դանիելյան, աշխատասենյակն է նկարվում։ Ինչ վերաբերում է դրսի տեսագրություններին, միգուցե դրանց հետ եք խաղ, պարոն Դանիելյան, մենք այդ մասով գործողություններ ձեռնարկել ենք, ավելին, հիմա դուք ինձ ստիպում եք, մենք ամեն ինչ արել ենք ու անհետաձգելի ձևով արել ենք։ Երբ որ կխնդրեմ, երբ որ համապատասխան փուլը հասնի, դուք որպես ազգային ժողով падգամավոր հարցում անեք, մենք բոլոր հարցերի պատասխանները սպառիչ կտանք։ Շնորհակալություն։ Հաջորդը падգամավորները տեղերով փոխվել են, Մարիամ Պողոսյանը հարց կտա։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, ըստ զեկույցի կան քննիչներ, որոնց ծանրաբեռնվածությունը տարեկան հասնում է ավելի քան 150 գործի, ինչը ակնհայտորեն խոչընդոտ է ստեղծում ավելի արդյունավետ եւ խորքային քննություն իրականացնելու համար, եւ